Արտաքինից փայլուն, մեղրից և ընկուզից պատրաստված այս քաղցր ուտեստը բավականին աշխատատար աղանդեր է։ Հայաստանի որոշ շրջաններում փախլավա պատրաստելը փորձություն էր հարսնացուի համար։ Եթե նա կարողանար ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության հաղթահարել այս փորձությունը, համարվում էր, որ կկարողանա հաղթահարել առօրյա ցանկացած աշխատանք։ Կա մի լեգենդ. մի օր Քմահաջ սուլթանը ցանկանում է ինչ-որ յուրահատուկ քաղցրավենիք փորձել։ Հայ կին խոհարարը չի շփոթվում և պատրաստում է մեղրով և ընկույզով խմորեղենը։ Ահա ձեր քաղցրավենիքը։ Օ, սուլթան, համոզված եմ, որ այն ձեր դուրը կգա։ Սուլթանը փորձում է խմորեղենը և անթաքույց հրճվանքով փափուկ բարձերին հենված ասում. «Պահ, պահ, պահ, լավ ա»։ Այդ ժամանակվանից ի վեր այս աղանդերը անվանում են փախլավա։ Աղ, թթխմոր, ալյուր։ Ուրեմն մենք խմորություն ենք, որը ինքը դատում է ու հասնում է, եթե խմորություն չլինի ժամանակապես, որ ինքը հասունացան համից արդեն խմորություն անում է։ Թողնում ենք հանգստանի ման 10-20 րոպե մաքսիմում։ Ինքնունդը 300 գրամ է։ Լայնացնելու ժամանակ պրոստը ինգրեդիենտները պետք է քանակը դիտեք, իմանաք ինչ լցել եք, որ ինքը էլաստիկ լինի, կարագի հաշվի ինքը էլաստիկ է դարձնում, որ շապալուրը չտակ, ինքը էլաստիկ լինի։ Իսկ եթե խմորություն չկա, ժամանակը չկա։ Երեք շերտեր մենակ կոկոկ հալեցնում, առանց շաքարի, խառնում ենք,
Տարեկեսկում տեսեք ոնց է քացում։ Հենց առաջին անգամ սկացել Պրոֆեսիոնալիզմ։ ամեն ինչ անելով եկեք միացրեք մասնակցեք Ուզում ես գցես Ահա